փագի սիրունս։ Մեր առավոտը սկսում ենք այս տեսարանով։ Բարի լույս ենք ասում ձեզ բոլորին, այսում կենտենտից Բարություն շատ սիրելի պատրաններ, ոնց եք նայեք, ես արդեն լավ եմ։ ասա ես լավ եմ։ Ես լավ եմ։ Всё։ Մեր առավոտը սկսվել է այսենց գնումներից, սիրելի հետևորդներ ջան։ Ինչ եմ գնել, կարտոֆիլ, նազրվան վարունգ, կա չէ սենց բան, նազրվանը համ շատ համով է, համ էլ դառն առնում, չէ մի տեսակ, բայց մեկ այն իրան էլի համով է։ Ու այսենց խոշոր թմփլիկ, արդեն պամիդորի գույնին նմանվող լոլիկ եմ գնել, սա կթողանք ստեղ, այս կվերցնեմ, դեմքով ձեզ բարի լույս կասեմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, այստեղ այսպես համով տեսարան է, գիտեմ, որ այս կարակա մեջը կարակով եմ արել, կարակսող, լոլիկ, մի քիչ էլ պղպեղ ու պամիդորով ծված եղա, ինքը դառնալու, մի խոսքով, սիրելիներ ջան, եկեք կոֆե դնենք, մի կոֆե խմենք ու անցնենք մեր առօրյա գործերին ու հոգսերին, որովհետև չի կարա էլի տենց լինի, երանի թե իրոք, տենց լիներ, որ արթնանայինք ու անցնենք մեր գործերին, հոգսը չունենայինք, բայց թե քանի մարդ ենք, քանի մամա ենք, գործել ունենք, հոգսել ունենք, ամեն ինչ էլ ունենք, ոնց են ասում, քիչ-քիչ ամեն ինչից։ Այսքան մի բան, հիմա թող ձված եղը մի քիչ էլ էքի, երեխեք, սաղի իկուն, հնենց անձրև է եկել, հնենց սելավ է արել, ուրեմն սպիտակ կարկուտը նստած էր, ես մտածում էի ստեղել է, թե ինչ տարբերություն սպիտակը լինի, որտեղ լինի, մարդիկ, ոնց ասեմ, ցանում են, ապրում են, ու այդ կարկուտ կոչված է, գալիս է ու փչացնում, հիմա մինչև ստուրջի սեփերը, ուզում եմ կարտոֆիլն էլ մաքսեմ, Ալեքս ջան, լայն, այսինքը լավ, այդ ինչ է սանի, ստեղ Ալեքսը իրա քաղցրներից է, այդ ժելե կոչվածները, հլակոպերես թույց տաս էլի, տենամ դրա մեջին, ինչ տա, Բանանա Բանանի է, բացի, Մկրած կա, վեզ, խանոպի, սպասի բանը, ինքան էլ չինդ են կապում ու պլեյում, կոշիկները դաժը տենց չեն կլեյում, կարտոֆիլները կիսեն, լատենան մեջին է, ինչ հա, լացույց դուր, որ կամերա է մերևա, լակծի մեջինը տենանք, ինչ հա, այ մայրիկ չա, անվորակ ուտելիք, որ ուտում են շատ-շատերի սերեխեքը, այդքան մի բան, հիմա սիրելի հետևորդներ ջան, մի հարց եմ ուզում անդրադառնամ, որովհետև արդեն կլինի 3-4 վլոգս
որի ներքո դրում եք, որ Անահիտ, մամատ Աննայի վլոգում նկարվել է, Անահիտ, մամատ Աննայի վլոգում նկարվել է, Ելի հետևորդներ, մինչև ձեր ասել է, ես գիտեմ, մաման ինքն էր ասել, Աննան ու մենք եղել ենք մի տարածքի ապրող մարդիկ, ուղղակի Աննան այն վաղտ փոքր ա եղել, եթե Աննայի տարիքը հիշում եք, ու իմ տարիքից հանեք իր տարիքը, կհասկանաք, քանի տարեկան եմ ես եղել, ու քանի տարեկան ա եղել ինքը, դրա համար կարելի ասել ես իրան չեմ ճանաչում, բայց թե ոնց են ասում, այսօր աշխարհը կլոր ա, YouTube-ներից կարողանում ես ճանաչես, հետո իրական կյանքում ես ճանաչում, այ բայց քրոջը գիտեմ մի խոսքով, ինձ թվում է էլ այս հարցին չենք անդրադառնա, որովհետև մի տեսակ շատ եք հարցնում, այնպես որ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք, շնորհակալ եմ, որ այդքան հետևողական ու լավն եք դուք, ու հենց դուք եք իմ սիրելի բաժանորդներն ու բարեկամները, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ ոնց են ասում, հանգիստ եղեք, բոլորս էլ մարդ ենք, խառնում ես, Ազիզ ջան, թե կոֆեին ես նայում, տղես եկավ մտածելով, որ հանկարծ կարա կամ կոֆեն թափի, կամ էլ ճաշեմ մի բան այն չեղնի, այ այդքան ուշադիր ու լավ բալա ունեմ, ես ինձ թվում եմ ծանոթացնելը պետք է չի, արդեն գիտեք, տար էդ վեր կարգ ես, անես, հետո ես աղթնել ես տանես, թափես բալա, ստեղնվում Այստեղ իմ սեղանին կտեսնեք, այսա ցույց տամ, կոնֆետները, առավոտ բարելույս էր, որն էլ բացեցի, հետաքրքիր է նաև, մաման չհավանեց ոչ մեկը, քանի ձևի առել էի բերել, ասում է ու Grand Candy, զուտ գիտեմ էլի, որ ինքը շատ ասիրում ու նախընտրում Grand Candy, բայց չգիտեմ, թե ինչի չհավանեց, չհավանեց, ոնց են ասում, ճաշակին ընկեր չկա, բայց ոչ ճիշտն ասեմ, մի քիչ նեղվեցի, որովհետև սրտով մուրազով այդ շոքին առել էի բերել, ասի, որ ուշադրություն է, էլի, տանից մի տեղ ես գնում, ու որ տուն ես գալի, ուզում էի, որ ինքը տենար էլի, որ կա ուշադրություն, կա նրբանկատություն, կա վերաբերմունք, որ ուզում էի քաղցրով արտահայտեմ։ Ինչև է։ Էսպես։ Իմ համար շատ հետաքրքիր էր, բայց թե ասած մեր լորեցիներին դեհը մի չհավանեց, կառնենք նենցը, որը որ հավանում է, սիրելիներ ջան։ Հետո իմ Երևան գնացած ժամանակ Վանաձորից բաժանորդներ եմ ունեցել, իրաքույրի կինեի թատրոնում հանդիպել ու լավ հիշում էի, էլի իմ կոֆեն ստեղ արդեն էփեց, սիրելիներ ջան։ Երևի թե ձերն էլ էփած կգնի, այսա հավաքվենք, մի կոֆի խմենք։ Եկել էին, ես երբ որ կնունքի էի, մանուշականց կնունքին էի, գնացել էին մամայիս մոտ, Լիլիթի քույրիկը, իր երեխեքի հետ մի խոսքով հաճելի ժամանակ անցկացրել, շփվել, շնորհակալ եմ, ապրեք ուշադրության, ջերմության, որ շփումը ստեղծելու համար շատ չափի չափ շնորհակալ եմ ես ձեզ, սիրելիներ ջան։ Հիմա
Եկեք մինի սուրճ խմենք, կարտոֆիլներ թողամ ջրի մեջ, այսպես սրբիչս էլ հանեմ, ընքան հարմար եմ, ենքան լավ սրբող այնքը, շատ, երբ որ Ալեքսն առնել տվեց, կասկածելով էի առնում, իմ խոհանոցային սրբիչներից ամենալավ ձեռքի սրբիչն է, այս անգամ էլ եմ, մի հատ էլ եմ վերել, կարող է հաճախակ գիտենանք, որ նույնով եմ սրբում ձեռքերս, նշանակում է, որ 2 հատ ունեմ, այնպես որ չչարախոս այդ ամոթա մարդենք, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ մի տանկին ենք, ամեն տանկին ունի իրա ձևը, տանկին կա չալուչալտիկ, սիրում է, որ ամեն գույնի ունենա, ես էլ սիրում եմ իմ սրբիչները, իմ անկողինը, իմ սիրած գույնն լինի, թող մի քանի հատ լինի, բայց իմ սիրած գույներից լինի։ Հիմա սիրելիներ ջան, ուզում եմ նաև եկեք այս ցելերից որ փախչենք, գնանք դեպի ուր, ամես դուրը հացան օդ կա, թութոներ, ինչ կա, ինչ բանի եք, գործի որ տեղում եք, թութոներ ջան, հլա ասեք տենը, ասում եք տենամ, Ալեքս, էդ ինչ բանի ես, հա ջան, թիղ, այս իմ թութոները, սիրուն, ճղճղան, շուստրի, շատ շուստրի թութոներ են, եկեք ստեղ բացենք, տանը տոտ հա, սիրտս էլ մի տեսակ, լեղվում է, մի այլ կարգ է, եկեք ստեղ նստենք, մի երկու բերան, սրուցենք, այ տեսեք, փակել եմ գնացել, չէ, խոնավի հոտը կա, շորիս գույնը սազում է, Ալեքս ջան, գնում ես աղբը թափես, լայն տոպրակը բերել են մեր շորի նվերների տոպրակը բեր, հացավը տանեմ, շուտ կգաս, ոչ մեկի հետ, ոչ մի բար չխոսաս, բերեմ ես տոպրակը, դե բեր, այ են շկաֆի մոտա, դե բեր սիրունս, տանում ես թափես ու գաս, եկեք առաջինը սկսենք, այս մայեչկից, շատ լավ որակի, շատ փափուկ, շատ ճաշակով գույները ու կարևորը գիտեմ, որ մեծ սիրով ու սրտով է նվիրել մանուշակը մեզ, չեք պատկերացնում ես ինչքան եմ ուրախանում, որ գրառումներում գովում եք ու գովում, այո ինքը իրականում և կադրում և իրականում շատ լավ, շատ շնորհքով, շատ նորմալ մարդկային հատկանիշներով օժտված կինա,
մարդիկ են, ամուսիններ են, որովհետև այս անգամ արդեն հասցրեցի ճանաչեմ ու մի փոքր էլ շփվեմ իր ամուսնու հետ, նորմալ շնորհքով, կիրթ, չգիտեմ, բառերս չի հերիքում, որ նկարագրեմ, որովհետև ինչքան էլ ասեմ, ոնց էլ ասեմ, մենակ լավից են կողմ, ոչ մի ուրիշ բան չեմ ասի։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, այստեղ տոպրակում իմ գլխաշորն է, սիրելի հետևորդներ, որ նվիրել էր ինձ Լուսինեն, ես առաջին անգամ օգտագործեցի, չքննադատեք, չհամարձակվեք, թույլ էլ չեմ տա, ես այն առաջին անգամ օգտագործել եմ այդ Երուսաղեմ գրած հետևի մասում, հա, օգտագործել եմ մայր տաճարում, երբ որ Լուսինեն ինձ նվիրեց այս գլխաշորը, դե ըստ հայկական ավանդույթների կինը պետք է եկեղեցի մտնի գլխաշորով, չէ, տղամարդն էլ գլխաբաց, առանց գլխարկի, այնպես չի, որ ես առավոտից իրիկուն եկեղեցի եմ գնում, այնպես էլ չի, որ ես ամեն կիրակի եկեղեցի եմ գնում, չէ, չկար տենց բան, Ալեքսիս, որ դեռ չէի ունեցել, այն տարիները մի տեսակ ուրիշ էր, այն տարիները ավելի էի սենց գնում, կպնում եկեղեցին, չունեցողները ինձ լավ էլի կհասկանան, ամեն տեղ, ամեն քայլում, ամեն ծակուցուկում, ոնց որ հավատ էի գտնում, հույս էի գտնում, որտեղ ինձ ներկշնչեր, որ հա բալիկ ջան դու կունենաս, հա բալիկ ջան դու կմայրանաս, մայրության բերկրանքը կունենաս, կզգաս, կիմանաս դա այդ ինչա, մեկ-մեկ էլ կհոգնես, կասես, դե ձենդ կտրի, հերիքա, մի խանգարի, թող գործանեմ, այն մեծ տատիները, գիտեք ինձ ինչքան են այդ նախադասությունն ասել, ու երբ որ Ալեքսս ծնվեց, արդեն մի քանի հուզվում եմ, կոկորտես խեղդում եմ, մի քանի ամսեկաներ, որ ուզում ես էլի արդեն տանից հանես, հուլիս, օգոստոս, այդ ամիսներից սկսած, կալյասկով, մանկասայլակով, միշտ գնացել եմ եկեղեցու դռան տակ, ժամը 12-ին ու մասնակցել պատարագի, հետո, հիմա ես վերջերում Սիլվաս որ եկավ, նոր իմացա, որ ոչ թե պատարագը սկսում է 12-ին, այլև 10:30-ից հետո։ Սիրելիներ ջան, մի խոսքով, այս գլխաշորը, որտեղից ուր թռանք չեմ, նվեր ստացա Լուսինեն նվիրեց, ասեցի ես իրան այնքան չեմ օգտագործելու, մինչև առաջ անգամ այս գլխաշորի հետ միասին չգնամ էջ միացին, ու եկավ համընկավ մանուշական մկրտությունը, ես իրան օգտագործեցի, շատ հաճելի զգացողություն էր, այ ջանս փշաքաղեց մի այլ կարգի, շատ լավ զգացողություն էր, չգիտեմ, Աստծո տանը միշտ էլ մարդը խաղաղվում է, Աստծո տանը մարդ միշտ էլ թեթևանում է իր հոգսերից, իր գործերից ու սենց թեթևացած հանգիստ կամ կանգնում է կամ նստում ու լսում քահանաների խոսքն ու աղոթքը, մի խոսքով որտեղից ուր հասանք, երբ որ մենք գնունք, դե քանի որ սուրբ արարողություն էր, բան մի խոսքով, ասեցի սպիտակ հագնվենք, որ սիրուն լինի, հաճելի լինի ու լավ լինի, ու դե տեսել էիք, սթորիներ էի դրել իմ ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերում, ծանոթներն ասում են, այան այդ ուրիշ շորով գնացիր, սա էի հագել, այնքան լավ ու շատ սիրում եմ այս շորը, սկսել եմ մի այլ կարգի սպիտակ երանգը հավանել, շատ սիրում եմ սպիտակ երանգը, ճիշտ է սպիտակի թերությունը նայա, որ եկավ իմ բալան, ապրի իմ բալան,
ինքը վրաս սևանում է, որ ասեմ սենց կեղտոտվել է ու ես իմ ինչ չէ իրան շրջում եմ, որովհետև մազերս էլ որ սև եմ ներկում, այս մասը ինքը սևանում է ու ուզես չուզես արդեն իսկ լվանում ես, իրան կուղարկեմ լվացքի մեքենա, հես Ալեքսը լսի վազելով գալտի, ինչև է սիրելիներ ջան, կուղարկեմ լավ կանեմ, Են էլ գնացինք հասանք Երևան, Մանուշակս, որ նվերները նվիրեց, դե էթիկայի կանոնա, կուլտուրայի կանոնա, չէ, մարդուն որ նվեր ես նվիրում, պետք է մարդը բացի, նայի, իր շնորհակալությունն ասի, հավանությունը տա, ես էլ բացեցի, նայեցի, Այս մեկը հակա, Ալեքսիս էլ իր ամայքեն հակավ, Ալեքսիս հակինն էր նվեր ու մի խոսքով էլ չհանեցի, որովհետև ինքը փափուկ, հով, զով, շատ լավ շորա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ տեսեք իմ սիրած գույնի զգեստն է, շատ սիրուն, շատ լավը, շատ Մանեք, այս գույնի համար խելագարվեմ գ ինքը սիրուն, ճաշակով, կողքը, ինչ են ասում, ճեղքով, հա, երկու կողմից շատ սիրուն ու շատ լավն է, ինձ որ շատ դուր է եկել սիրելիներ ջան, Ինչ նվեր եմ ստացել, ոչ մի բանի մասին տեղեկացված չեմ եղել, բացառությամբ այս շորի դեռ ձմերն էր, երբ որ Մանուշակը նկարն ուղարկեց ու ասма տես հավանում ես, թե չէ, ես մի անգամից հասկացա, որ ինձ ուզում է նվեր արածել, ասում եմ չէ, պետք չի անայդ, ասма Մեր մեջ դա ամոթակուրիկս, ես ուզում եմ քեզ նվեր արածելնեմ, ասմա ճիշտ է չգիտեմ երբ կհասնի քեզ, բայց որ ուզում եմ նվեր անեմ, այդ հաստատ է, ինչ-որ կայքերով ա դե, նայել, Ալեքս ջան ջուր բերես, ինքը Այս ծևի սիրուն շորա, տակ, փափուկ, ձմեռային, չգիտեմ, արտադրությունը սա է, որ փորձեք հասկանաք, ու այս ծևի, տակ, փափուկ, Թևերն էլ երևի թե տրի չետվերց է, ոնց հասկանում եմ, եթե ճիշտ եմ հասկանում, սիրելիներ ջան, այս իմ ստացած նվերները, իսկ ամենա թանկ նվերը, որ մենք միշտ իրանից ստանում ենք, Այս էլ է, այս մոռացել էի ցույց տամ, դա իրա ջերմ խոսքերն է, որ պահ կա հարազատը չի քեզ կամենա, կփորձի հունից հանի, ներվերը տուտի, ցավոք սրտի նախանձի, քննարկի, քննադատի, չգիտեմ, ամաչում էլ ես մեկ որ տենց ասես, բայց ցավոք սրտի դա բոլորի մոտ էլ կա, սա էլ այս ծևի է, ու ճիշտ է, ինքը ինձ ասում էր Անահիտս, դու գիտես, պիտի խոսեն, պիտի ես, պիտի են, բայց թե ամեն մարդ ինքը իրա խղճի առաջ թող պատասխան տա ու վсё, ես այդքանը կարամ ասեմ ու անցնեմ առաջ, սիրելի հետևորդներ ջան, ինձ շատ հետաքրքիր էր ու մտածում եմ,
Սրա այդ ինչ եմ հագնելու, որովհետև շատ դուրս եկել, շատ չափից շատ կատակով ասում եմ, վայ ենքան դուրս եկա, որ պահկա մենք էլ ենք, չէ, մանկանում, ասում, օրինակ ծնունդիս ինչ կանեմ, ծնունդիս ինչ կհագնեմ, ճիշտ է տարիքով 40-ը որ անցնում ես, երբ որ փոքր էի, մտածում էի, ասում էի, վայ, 40 անց մեծ տարիք է, չգիտեմ, տարիքդ մեծանում է, բայց հոգուդ խորքում դու էլ ես էլի մանուկ մնում, դու էլ ես մորդ քնքշանքն ուզում, հորդ քնքշանքն ուզում, դու էլ ես ուշադրություն ուզում, չգիտեմ, դու էլ ես ուզում քեզ փոքր զգաս, չգիտեմ, մենակ իմ մոտ է, թենց թե ոչ, բայց ես միշտ ասում եմ, միշտ իմ ծանոթների շրջանակում էլ որ խոսում եմ, օրինակ մեկը հենց մանուշակի, լինում է, որ հեռախոսով իրար հետ խոսալուց ենք լինում, ու որ իր մաման չի ասում, աղջիկս, այդ պարին սենց մի տեսակ հալվում եմ էլի, ու մի անգամ չդիմացա հարցրի, ասում եմ մանուշակ, որ մաման քեզ ասում է աղջիկս, ինչ ես զգում, ասում է, ես իմ Անահիտս, ինչ եմ զգում, ինձ 3-5 տարեկան աղջնակ եմ զգում, փաստորեն բոլորիս մոտ էլ կա այդ զգացողությունը, բոլորս էլ մեր հոգու ու սրտի խորքերում ուզում ենք, որ մանկանանք, մանուկ դառնանք, ու այդ մեծանալը համ լավ բան է, երեք տաքսում էջել էր վարորդը այդ քննարկում, ուղևորներ կային, 3-6 տեղանոց հետևորդների, ուղևորների հետ ենք եկել, ու վարորդն ինչ ասում, որ ամուսնանում ենք, ուրախանում ենք, որ ընտանիք ենք կազմում, որ երեխա ենք ունենում, էլ ավելի շատ ենք ուրախանում ու երջանկանում, որ ծնող դառանք, ասում ու սենց է ցերը տալիս, ասում էլ չենք հասկանում, որ վզներից մի հատ մեծ պարտավորություն ու պարտականություն ա դրվում, որ մենք պարտական ենք մեր երեխեքին, ու դրան զուգահեռ էլ ասում երբ որ թոռներ ենք ունենում, մի քեֆ, մի ուրախություն, մի չգիտես թե ինչ, ու ասում չենք գիտակցում, որ են թոռները, որ մեծանում են, մեր գնալու վախտն ալնում, սենց ես լուրդ է լսում եմ էծրիցներին չեմ խառնվում, ասում եմ լա տեսելի ես մարդը ինչքան ճիշտ բան ասում, ու ստեղ հիշում եմ մեր մեծերին, են որ ասում պարավը գիտուն չի լնում, գլխով անցած ալնում, ու իրոք էլի, այդ խոսքերը հենց այնպես խոսքեր չեն, սենց որ քննարկում ենք, իրոք, ցավալի բան է կյանքը, մեր տանն էլ էլի, երբ որ ժամանակին կեսրած մահացավ, իրանց բարեկամներից մի մարդ, ով որ շատ էր հարգում համ ինձ, համ Նիկային, մի խոսքով էլի համանհանգստանում էր, որ չկա երեխա, ասում էր ոչինչ, պապը գնաց, որ իր փոխարեն մի հատ ուրիշ Ալեքսանդր ծնվի, հետ չեմ մոռանում այդ միտքը, ասում էր, որ նոր Ալեքսանդրին կյանք տա ու այնքան հետաքրքիր էր, իր գնալուց ուղիղ 2 տարի հետո Ալեքսս ծնվեց, ու ինձ միշտ հետաքրքիր էր, հետաքրքիր էլ կմնա դե պարզա, ես չեմ կարող պատկերացնեմ ու ըմբռնեմ այն պահը, այ որ կեսրարս նայեր Ալեքսին, որովհետև ինքը միշտ ասում էր, բա մեր տանից բարուրի հոտ չի գալու, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, շատ ասի, շատ խոսացի, շատ բլբլացի, բայց ես տանը մենակ չեմ, հյուր ունեմ, ասել եմ չէ, Ռոբերտն եկել է գործեր ունի ու նախաճաշ ինչ հաուզ են մարդը պամիդոր ծվածեղ ու ժարիտ պամիդորի ծվածեղի են մեծ մասը արել եմ, ուզում եմ, որ տակ լինի այսինքը գնամ տենամ, եթե չրքաշվեց անջատ եմ հետո երբ որ արդեն տուն կգա, ուֆ լայն թակավորի,
Հետո երբ որ արդեն տեսեք ճիշտ ժամանակին էլ եկա հասա, ձուն եք ավելացնեմ, կանաչի, կլինի համով ծվածեղ, հիմա գնամ հաց էլ առնեմ ու տեսնեմ որտեղ կհանդիպենք։ Ահա, սիրելիներ ջան, երբեք այսօրի հարցեր ենք, հա, կարգավորում, այստեղ այս կուցերի աղցան եմ պատրաստում, այս հետո կանաչի, կանաչի, ասեք, որ ամենահամով սալատներից մեկը հենց սա է, որ կա։ Այս է։ Մեկներ, բարունք, պղպեղ, այսա, լոլիկ, ամենաուժղողու, ամենահամով սալատներն է։ Զինկործենք, իպր տնականը, այսա տնանք հասկանանք, հա, տես տնական է, բավը, հելիքը, երեքը հելիքը, Այստեղ կարակով եմ ժարի տանում, որովհետև ժարի ծիրողները ձերքով չեն սիրում ոչինչ։ Այս հնարավոր Ժարի դուքել եք չէ, որ հենց աղին կպչեմ, մինչև ձեռքս չլվամ, չեմ կարող ոչ բանի ձեռքը, մի վարկյանը կուխնիս համթապսում ամեն հավատում, մի վարկյանը այ հմին նոր եմ զգան, հարմարավ եք խոհանոց ունենալը, այն սենց բանա։ Այս երկու ծրիկին է ուղարկեմ սարդարան, այս էլ սենց հանենք, մի վարկյանում հավաքեցինք։
Ես դեռ ոնց որ մղձավանջի մեջ եմ ու չհավատամ ամեն աստծու անգամը Տավանք չասեմ շնորհակալ եմ քեզ Տեր Աստված Տեր ասեք ոնց չասեմ Այս մտածում եմ մի քիչ հա կալակ դնել Շարիտի յուղոտրնի չբողոքեն իրանք յուղ սիրող են Ես հնարավոր ենս փորձում եմ ինձ ու Ալեքսին հեռուստահեմ ձևանից Այանն այսինչ վարելա Շոքա, չէ? Տոպ Նեկան անկեն Աները Արկագոլիկները Ստեղ սարկում եմ Սարկում դերվեր կտասկիս Պես զովացնով Ուզմ է Ալեքսիս թակուն ասեմ են է տեսակ Պաղպաղակ եմ բերել Ստեղ է տակա հացը շատ Չի նշանակում, որ ես հաց չեմ ուտում Միշտ ասել եմ Տանը երեքով ենք, պլյուս դրան էլ հյուր էր Սենց բոքոնի կացիկներ եմ արել Հավեսս տվեց հաց տխելու, ճիշտ եմ ասում Հավեսով հաց տխել Հնենց հավեսով Չասելով, որ դրանը մի քանի աստիճան շոք է Հիմա գիտեք ինչ եմ ուզում արած իգնել Օպա, լավ Ստեղ Մազը չես տա? Չէ ադեք Այս դրան եմ ուզում, որ համակ դնեմ Ստեղ միս ունեմ, ուզում եմ, որ կաթել կա, հա, սա խորգի միս էր, ուրեմն տավարը չի, լավ ազնեմ էլի, որ սարցարանը մտում եմ ու կուզած բաներն անում ես, որ մանուշականց հետ Փարվանա գնացինք, ընդեղ դե աղցանների մի 4-5 տեսականի կար, մի աղցանը շատ դուրս եկել է, ուզում եմ, որ դրան սարքած եղնեմ ու ասի հանեմ, հեսա, այս տավար, են էլ խոզուկ ու թող իր հավեսով հալվի, Այսա մի հատ թասի մեջ դնա Որ իրա հացեն գանք Ենքան հավանում եմ այս թասերը Ինձ սրանքում եմ, չէ Պլասմասները գնացել է, երորդ չէ Չորորդ պլա Всё, բայ Ես էլ կաթիք տեր դարնա Այստեղ Երևան գնալուցս առաջ կաթ էի վերցրել, մի մասը մածուն արել Ոյ, մյուս մասն էլ
ասի թողամ գնամ գամ բլինչիկ կանեմ, կգցեմ մառազիլ կա, պետք է դեպքում լավ է էլի իզնեմ, մի քանի հատով հանում ես, տաքացնեմ, նախաճաշ կլինի, ուժին կլինի, քո հավեսով անում ես, ու ասում մի ասի շոք հա, թե շոք չի, փորձեմ այդ գործերով վզնեմ, ու երևի թե վաղվանից անցնենք բրդագործի բուրդ ու բուրդ ջրիջեն է լսում ես, խմել ես ուզում եմ պես վար ստաղվեմ գործերով կուրատնի ու տնամ ինչ եմ անում Ահա, սիրելի հետևորդներ ջան, ժամը 4-ը անցա, ես ինչ հավում եսով, քամի ա, բայց խնդրում եմ էլի, անձրև չգաս, ստեղ նայեք, տադարնան, ես մեկ, այս նկարել եմ կցել YouTube, ստեղ նայեք, վաղուց էր, սենց խոչաղի նման գործ չէի արել, չեք պատկերացնի, որ ես ինձ ինչքան լավ եմ զգում, երբ որ խոչաղանում ես ու գործ անում, դրանից լավ բան 100% նետու, ու այնքան եմ շոք է դժման արևի տակին, որ օխ մամա ջան, ուզեցի ստեղ նստել, ստեղել, այ սենց տեսարանա, սիրելիներ ես Ռոբերտների դանկերոջ հետ եկել ու կոֆե ուզեցին, Ալեքսիս ասի, Ալեքս բաժակները տար, մեկը տարավ, մեկը թողեց, էլի բանա, աստված էլ ասնորնի, Ալեքսիս էլ ուժու եռան տա, ձեր բալեքին էլ, Ալեքսն էլ սկզբից լավ ինձ օգնեց, մեզ գման, որ հոգնեցի, որովհետև պլանավորել էի մեկը լվանամ, հետո ասի այն մարդ, մեկն ինչ, հա որ մեկով սահմանափակվես, բեր շուշուտ, անեմ կորի գնա, գործն ինչ հա, տատս կասեր գործն էչի պես բանա, ինչքան բորդ ես, ենքան շուտ առաջ կգնա, ու ճիշտ ասած բանա, բավոր էլ մի հրաշք կատարվի, գոնե ես մի տեսակի ավազը ստեղից հվակվի, ինչ լավ կլնի, ընդեղ գործ ունենք անելու, թե ասում եմ դա էլ անենք, բայց ես պահը դրա պահը չի, այն օրը Նիկայի հետ խոսում ենք, ասում եմ նրվերս գնաց, խախտվեց ես ավազը ստեղ սենց թապրտած թողած, ասում է դու որոշի կամ Ալեքսի հետ գնում եք Երևան, կամ այդ գործն ենք անում, մի քանի գործ մի հետ ու հնարավոր չի։ Իմ համար էլ ամենակարևորը մեր բոլորիս առողջությունն է, թե չէ որ խելքներս տանք ռեմոնտին, սեփական տուն, հայաթը մեծ, գործերն ենքան շատ, հա, լավ պլաններ ունեմ, լավ ցանկություն ունեմ, բայց դրա համար աշխատել է պետք, աշխատելու համար էլ առողջություն է պետք, մի խոսքով, փոխկապակցված բաներ շատ կան, որ սեն չարանի նման իրար հետևից գնում են, հիմա այդ մեծ խալիս, որ լվացին, խալին գեշա չէ, գորգասեն, ննջասենյակի հատակին էր
կեսը մեբելի տակ, կեսը նենց, բայց թե դա մենք հայերս շատ ենք տենց անում որ ռեմոնտ արինք, սիրունացրինք, պուպուշացրինք, որոշեցի, որ չանեմ առաջի հարգում էլ չեմ արել, որովհետև մանավանդ որ Նիկան գալիս է գնացող եկողը շատ առնեմ, հետո հոչես ասի չէ կոշիկներդ հանի ես ամաչում եմ ոչ մի անգամ չեմ ոչ մեկ չի կարա ասի, որ ես ասել եմ կոշիկներդ հանեք, նոր եկեք առաջ, չէ, տենց բան չկա բայց ու շատ էի տանջվում մի արանք տարին երկու անգամ ես խալի էի լվանում որ թևերս պոկվում էր այսքան երկար շլանգ չունեի այնքան նա բաղնիսի դռան մոտից մնացածը կրում բերում դցնում էի իսկ հասկացա որ չէ պայքար այդ գործի դիմաց մի տարբերակ կա որ չդնեմ խալի խնդրև չգասել ոնց հասևացել ոնց կարա չգա ու հանեցի բերի վերև բայց թե խալի ովնել մի ձևի ուրիշ է էլի համել ներքևը որ մի քիչ սառնոտ է Ռոբերտի ընկեր եկել էր մեր տուն, ասում է, ինչ հովականձիցիոներ կա միացրած, դե դռանը լավ դժման արև է, էլի, կանցից վաղել է, չկարացա ես տիրապետը, կանձիցիոներ է կա միացրել, ես ինչ լավ հով է, ասի չէ, բնական կանձիցիոները, թենց բաներ, սեփական թաղ, սեփական տուն, կարոտել ենք, չէ, ես տեսարանին, ես ինքս էլ էի կարոտել նստեմ, աչքս էլ ընկա, որ խնձորի մի ճյուղը բռնել է։ Ինքան էլ համով է այդ խնձորը։ Այս իմ երրորդ կոֆեներ ու զգացի, որ իսուր եմ խմել, շատ կներեք, բայց կեսը թափեցի։ Պետք չէ։ Հիմա մի հատ մեծ ու լավ գործ արի, շատ թեթևացա հոգեպես, մի բանա, որ գործն անում ես, չես անում, անելու է, քեզ ընքոն դժվար է թվում, ասում ես, վայ, Տեր Աստված, ես ոնց կանեմ, ես ինչ կանեմ, ես երբ Տեր ես այսքան անի, սենց իմ մեջ ինձ ուտում էի, ցերեկը Նիկայի հետ խոսում էի, ասում եմ գործերս մնաց, ասում եմ, դա ինչ ակումար, մի օրում կտաս կանես, ասում եմ, էլ առաջ բանը չէ, բայց պաստորեն պարքաստում, լավ է լվացի հավեսով, մտքերիս հետևից ընգած, մտածմունք, որ ունենում ես, ուղեղը տալիս ես գործին, միտքդ էլ ես մոռանում, գործդ էլ ես տրամադրվում ես, մենակ թե ես երբ տեսանի, որ պրծնես ու որ մեծ լվացի, ասի չէ, բերետ երկուսն էլ լվամ, արանքից հանեմ, այս աշկներս թարթենք, բացենք, ձմեռը տուկ-տուկ անում դուրներս, ուզում եմ այս մեծը ներքև հյուրասենյակ գցեմ, որովհետև այս ձմեռ պարտադիրից պարտադիր ես ներքև եմ մնալու, ձմեռը վերև անհնար է, ժողովուրդ ներքև էլի տաք ալնում, քիփլիկա լավն է, ինձ դուր է գալիս, ինձ ավելի հարմար է, որ ներքև ու ինչ էր ասելիքս կամաց մի հատ վերանայեմ վերադասավորեմ դրա հետ էլ ինչ է ստացվում ու բորկա կոչվածն ենք չէ անելու այն կողմից ռեշոտկեքն էլ աչոտկով լվալ պետք մի խոսքով գործի հետևից ես սիրում եմ գործանելը տրտնջաս չտրտնջաս քո գործն է տանկինը միշտ էլ իր համար գործ կգտնի այս խալիներս որ հանեմ հմի սենց մտքումս պրպտում եմ որ այն վերևի զալի մեծ խալին էլ հանեմ հա այնա արդեն վախենամ ստեղ չանի
ու չգիտեմ ինչ անեմ, թե կիսեմ, են էլ հետո մեջտեղը գից կընկնի, չգիտեմ, սենց 100 սևի բաներ եմ մտածում, բայց որ Լվանն ալա պետք, չի քննարկվում, որ տանը մնամ, արդեն էլ այդքան թենց Երևան չգնամ էլի, դրա համար երեկ առավոտից մինչև ժամը 5-ը ես խաշվեցի Երևանյան փողոցներում, բայց գործերս էդ ինչ լավ ստացվեց, փառք Աստծուն, որ տենց լավ հեշտ գլուխ կոտրուկներից պրծա էլի, իմ համար բնավորությունով իմ իրավունքները մեկ-մեկ պետք է իմանաս էլի իրավունքը պաշտպանես, մեկ-մեկ էլ խնդրես, քաղցր լեզու ունես, ջանուղուր բան անես, որ գործդ առաջ գնա։ Կոշիկներից էլ խիղճս հանգստացավ, ոյ, այն մեկն էլ արդեն պատվիրել ենք, նայեք արևը դեմքս, վսյո չորացրեց, ես մասը սկում եմ, այս ոնց չորացրեց, կոշիկներից էլ այն մեկը պատվիրել ենք, երբ որ գնամ, մինչև գործերից ես չպրծնեմ, ոչ միտեղ չեմ պլանավորում գնամ, ուզում եմ մի հատ իմ իդեալական տունը ունենամ, որ իմ արածը ինձ դուր գա, ես իմանամ ինչ եմ արել, ինչի մեջ եմ էլի ապրում, իհարկե մաքուր է, փառք Աստծուն, բայց իմ սրտով չի, ուզում եմ բրդագործ, այդ էլ որ մի հատ արանքից անեմ, շատ լավ կլինի, այս բրդյանունը հենց նիկանդեսում է, դեմքս վարվել է, բրդյանունը հենց նիկանդեսում է, վրեժ ջղային նման, հանի ռադար ասում այդ բրդերը, ասում եմ տենց չի լինի տենց, չի կարարնի տենց բան, որ տենում եմ, էլ ճար չկա, ասում եմ, դու որ ավտոյին մաս ես առնում, ինձ հարցնում ես, թողეთ էլի ես որոշեմ, գցեցի, բռնեցի, որ այո, Լիլիթը որ եկել էր, խոսացինք բան, ընկերական լավ աղջիկա դե շատ, Մարիամիկի մամա Լիլիթը, ասում է սեփական տան մեջ անջան, բուրդը միշտ պետք է անել օրվա շրջանում, ու այո, ճիշտ է ասում, համամիտ եմ Լիլիթի հետ, ամեն դեպքում Սինձիպոնի, կարելի է Սինձիպոն չէ, ուխտի բրդի, վերմակ երկուսն ունենալ, Սինձիպոնն է, էլ վսյո, էլ ինչ, ամպերը նենց էր սևացել, նենց անձրևի ու կարկուտի հոտ եմ զգամ, ու դե արի գործ արա, էլ ոնց ամես, խիղճս հանգստացավ, հոգիս հանգստացավ, ու ես ինձ շատ ուրախ ու երջանիկ եմ զգում, շնորհակալ եմ Աստծուն, որ ուժ տվեց ինձ երեկ նենց էի խաշվել բառիս ուղիղ իմաստով, էդ ինչ շոք էր Երևան, Աստված ջան, էդ ինչ շոք էր Երևան, դեմքս վառվեց, այ, որ մտածում էի, ասում էի, ես մինչև տուն գնամ, մինչև խելքի գամ, ինձ մի 2-3 օր պետք է, են էլ եկանք, սպիտակից սկսած, այսենց կարկուտի հաս չրտեր նստած, ես սարսափեցի, որովհետև մարդիկ մեղք են, չէ որ տանջվում են, չարչարվում են, հեն 2 թուփ կարտոշկա ու վարունգ եմ ցանել, ասում եմ հանկարծ կարկուտը չգա տաջարդի, չէ որ մարդիկ էլ կան հենց դրանով են ապրում, էլի բա մեղք են, բա ինչ են, ինչև է, վարունգներս էլ տեմ շիթիլանի, բայց էդ իրիկունը շատ ուշ, մի հատ հասկանամ ես ինչա կատարվում, ընդեղ են կողքում հող կա, կախանեմ, փխրացնեմ, թեթև, հետո ընդեղից հանեմ, ընդեղ դնեմ, բզբզամ էլի իմ համար, նստելը լավ բան չի, չեմ սիրում նստելը իմ մեջ, առաջի հայացքից, քաշըտ դե կողքից երևում է, չէ, դե որ քաշ ունի մարդը, ոչ գործանել գիտի, ոչ ման գալ, ուտի նստի, բայց տես չի,
Ես սիրում եմ ակտիվ կյանքը, ես սիրում եմ քայլելը, շարժվելը, որովհետև այդ երկուսն իրար հետ կյանքա։ Ուղղակի, երբ որ խալի ենք, Լվանում Ալեքսը, վայ մամա ջան, ոտքերդ ինչ ա եղել։ Կրեմ քսի, երեխեք դուրսն ենք եկավ։ Արժե իմ այսքան չարչարանքը։ Սիրտս լցվեց, որ էլի հիշում եմ։ Արժե, շնորհակալ եմ Աստծուն էլ, Ալեքսիս էլ, Ալեքսիս դաստիարակողներին էլ, որ ինձ օգնեցին, այդքան լավ երեխա դաստիարակեցի, բարի սրտով, բարության մարմնացում այն բարի Ալեքսը։ Մամա ջան ասում ա, գնա շուտ կրեմ քսի, խալի լվալու վլոգը չեմ մոնտաժել, ոչ մի բան չեմ արել, ոնց լվացել ենք, ինչ արել ենք, տենց էլ էֆեկտը էտ է, ես նորից եմ ասում, ես նկարանելուց ոչ ֆիլտր եմ դնում, ոչ սենց կրճատումներ ու ինչ կա, ոնց կա ու չեք պատկերացնի ինձ ինչքան լավ եմ զգում, որ իրական կյանքım կադրից դուրս դեմ առ դեմ, ում որ հանդիպում եմ լրիվ ասում են Անահիտ, անգամ այն օրը Մանուշակի հարցնել ասում Անահիտ լրիվ տարբեր ես, ասում եմ ոնց, ասում եմ սենց լավն ես ու ավելի լավն ես, եթե կադրում լավն ես, ստեղ ավելի լավն ես, դա իմ համար ամեն ինչ արժ։ Այնպես որ սիրելիներ ջան, հա Ալեքս ջան, շորտը թաքի բալա, հետ արի, հրեն վեր կալ հաքի, շորտը թաքի արդեն արևը կորավ, ցավդ տանեմ, սիրունս, ռիսկ չեմ անում, ասեմ, որ թող հեռախոսդ, ուզում եմ ինքը հասկանա, որ թողա, այդքան եմ, հիմա գնամ տենամ ինչ եմ անում, մի քիչ էլ տանով բզբզամ, տանն էլ գործեր կա անելու, պրպտում եմ, որ դոշակներից գոնե մեկը քանդեմ, դժվարը մեկն է, հենց մեկը քանդեմ, նրանք իրար հետևից անելու էդ էլ անեմ, մի հատ լավ տակից գլուխ սաղ թափ տամ, իմ սրտով, իմ հավեսով, հետո խիղճս հանգիստ գնամ Երևան ժարիտ լնելու, ով կփախնի Երևանից, ես կգնամ Երևան, որովհետև ճար չկա, տարբերակ չկա, էլի փառք Աստծուն, որ այդքան ժարիտ լնելու հետ առաջընթաց կա, ամեն լավ բանը կա, մի խոսքով, գնացի, գնամ, որ էլի գամ,